Ես ինքս էլ մի քիչ նմանություն ունեմ, ասենք, տենց ամերիկյան ստայլի մեջ լինում եմ։ Վերադարձ է Միացյալ Նահանգներից։ Այսինքն ով վերադառնում Միացյալ Նահանգներից, պետք է hello ամերիկանը։ Ես որ Գյումրի եմ լեննականց եմ դառնում, այդպես է։ Այո, որ երկիրը գնում ես, այնտեղի գլխարկը դիր։ Ես էլ այնտեղի գլխարկով եմ եկել Երևան։ Երևանի գլխարկով։ Չէ, երգը ինքը, նա Վարդանը թող երգի մասին խոսած, ում է պատկանում։ Երգը պատկանում է, այսինքն ոչ թե պատկանում է, երգի հեղինակը Յուհանն է։ Յուհանը իսպանական հայտնի մի երգիչ է, որից մենք ստացանք հեղինակային իրավունք կատարելու այս երգը, այսինքն առանց հեղինակային, այո, առանց հեղինակային իրավունքի չենք պարտադիր։ Եվ անգլերեն լեզվով։ Անգլերեն լեզվով, որից հետո Աննան Արմենակյան Միացյալ Նահանգներից գրեց տեքստը, ուղարկեց մեզ եւ դրանից հետո արդեն ստեղծվեց տեսահոլովակը։ Փաստորեն այս երգը գրված չի, այսինքն դուք վերցրել եք հեղինակային իրավունք։ Մենք երգում ենք այս երգը անգլերեն լեզվով, հենց Յուհանի տարբերակով երգում ենք եւ Վարդանի ուղեղում նորից մի միտք փայլատակեց, շուշու թող փայլատակեց մտքերը։ Ուղեղը շատ լավ է, Պայծառ երիտասարդի զգոպեզիկի միշտ փայլատակում փայլատակել, ինչի մասին։ Իմ մտքով չէր անցել, եւ հենց աշխատանքի վարում ենք, շարժոտում ենք, ասեցի, իսկ չես մտածում ասենք այս տեսահոլովակի այս երկի շուրջ տեսահոլովակ նկարենք սկզբից դեռ մտածում ենք որ հենց անգլերեն բառերով բայց հետո որոշեցինք որ ինչու՞ չէ մեր բառերով եւ այնտեղ պարզապես բառեր կար ասենք երկից hello ամերիկանա որ մենք թողեցինք որտեւ ինքը հետաքրքիր է ինչու այսինքն ես ամերիկանա չեմ ես ամեն դեպքում հայ եմ թեկուզ եւ ապրում եմ ամերիկայում կամ այլ տեղերում որ երկրում էլ ապրեմ ամեն դեպքում ես հայ եմ մնում այս միտքը ունի կարող է լինել hello Երևանը կամ Հայաստանը։ Ինչի՞ ասեմ, I'm Armenian հայ եմ, ես էլ չի։ Ամբողջ նպատակային է տեսահոլովակին է, որ ես տեսնում եմ մի վետային, մտածում եմ, որ ինքը ամերիկացի է, ասում եմ hello ամերիկան, ինքը պատասխանում է I'm Armenian, այսինքն հայ եմ ես։ Հա, այսինքն պիտի հետո հայերեն ասեն։ Հայ եմ ես, հայ ես դու։ Հայ ես դու։ Տես հայ, երկը պետք է մտա։ Բաց չմտա։ Ոչինչ, դա կլինի երկրորդ սերիալում եւ հուսամ երրորդի մասին երեխաները պիտի վազվզեն Այո, իմ աղջիկան էլ կնկարեմ, քո աղջիկան 5 տարեկան, 3 տարեկան։ Մի քիչ գումար կտակ ձեր աղջիկներ կնկարան։ Մասին է խոսքը, այս տունը կծախենք, սիրուն սառնարանը եւ խոհանոցի կահույքը կմնա, մնացածի մասին կհոգանք մեր, ինչի մասին։ Քանի որ ես նոր եմ վերջացրել ռեմոնտային աշխատանքները բնակարանի, ասեմ, որ այո, շատ լավն է դեր դիզայնը։ Եթե որը հավանում ես, կարող եմ նվիրել տանել։ Ես ասում եմ այս նկարը տանել։ Այս նկարը Ամեն սրբություն դեպքում մոդեռն նկար է ինքը եւ կարելի է հենց այս նկարը տանել։ Սկզբանը այդպես է։ Այս նկարը ոնց որ ինձ վիրավորեք։ Հիմա որ այս Իրոք նկարը տանեք ոնց ֆիլմից այն հին ապտակ հասցրեք, ավելի լավ է, քան այս նկարը տանեք։ Լավ, մենք խոսում ենք տեսահոլովակից, ինչի փոշոտ անցյալի մշուշոտ պատմությունները քանդեցիք, ես չեմ կարողանում դա։ Այս հարցը միշտ տալիս ենք, ասենք երկիչները, որտեղ դա ցավոտ կողմնա պրոդյուսեր հասկացողություն։ Հա։ Ասում ենք չունենք պրոդյուսեր եւ բոլոր հարցերով զբաղվում ենք մենք ինքներս եւ այսօր շատ-շատեր ունեն պրոդյուսեր, բայց ես կարծում եմ Հայաստանում կա 2 կամ 3 պրոդյուսեր, որոնք հենց իրենց աշխատանքն են տանում։ Մյուս տարբերակում են որ կա ընկեր, ասում են արի դու եղիր իմ պրոդյուսերը եւ ես սխալ եմ համարում, եթե ես պետք է ունենամ պրոդյուսեր, իրան պետք է զանգեն, պայմանավորվեն, ինքը ասի 5 րոպեից կզանգեմ, ես իրան թելադրեմ ամեն ինչ, հետո ինքը զանգի իմ ասածով խոսի, դա չեղավ պրոդյուսեր, դա ընդհանրապես ինչ որ ձևական իբր կա պրոդյուսեր։ Բայց ամեն դեպքում ես գտնում եմ շատ լավ, ես ինքս ցանկանայի ունենալ պրոդյուսեր, որովհետև ես գտնում եմ երգիչը կամ երգչուհին, այ մենք ենք ամեն ինչով զբաղվում։ Ստեղծագործող։ Դու պետք է միայն զբաղվես ստեղծագործական այդ կողմով։ Այսինքն մտածես երգելուտ մասին, պարային այդ շարժումների մասին եւ մտածես արդեն մյուս երգի մասին, լինես այն վիճակում հանգիստ, բայց ոչ թե համ երգիչը կատարի պրոդյուսերի աշխատանք, համ երգչի, մի քիչ դժվար է արդեն հասկանալ։ Խոսքը իսկական պրոդյուսերի մասին, ոչ թե բարեկամի, հարազատի կամ ընկերոջ մասին։ Ես կարծում եմ այդ դպրոցը մեզ մոտ զարգանում է պրոդյուսերական դպրոցը։ Այո, ժամանակը կբերի ամեն ինչ իր տեղը կգցի։ Ուղղակի մեր ժամանակն է անցնում, մեր տարիներն են անցնում։ Բայց դե հիմա որ ասում եմ մենք ջանդամ թող մնացածը լավ լինի, այ մարդ մեր եկող սերունդը գոնե Վարդան քանի տարի է երգում ես։ Արդեն մի 6 տարի կլինի իդեպ թե շատ համեր էր, 6 կամ 7 խոսքը ես եմ պատրաստել։ Իվետան երկում ժամանակից հիշում եք։ Ուրեմն 10 մի այդքան էլի, բայց ես ենք տենց լուրջ չէի զբաղված երգով, հիմնական որպես դերասանուհի,
Բայց երգում եմ բավական ժամանակ է արդեն։ Շատերը չգիտեին, նոր-նոր սկսում են իմանալ։ Իվետա ջան, ուրեմն այնքան կխոսենք, ուղղակի մեր ժամանակը արդեն սպառվեց։ Հա, ես տանը կխոսենք։ Հա, մենք կխոսենք, էլի, ասենք եթերը չհասկացանք ինչ է կատարվում։ Կավարտենք, բայց մենք կնստենք, խոսենք, կզրուցենք։ Մենք հետո կպատմենք մեր հեռուստադիտողին երկու շաբթի օրը։ Վարդան, Իվետա, շատ հաճելի էր, որ հյուրընկալեցիք, շատ միանգամից ասեմ, տեսահոլովակը շատ լավն էր, ես ուսանում ենք հաճախակի կդիտենք ձեր տեսահոլովակը։ Դուք տաններ կարող եք գնել մեր տեսահոլովակը եւ ապարել ամուսնու։ Իհարկե, չիմացնե խոսքը, մի օր չպարեմ, այդ օրը սոր չի լինի, հաստատ եմ ասում, Վարդան ձեզ կանաչ ճանապարհ, Իվետա հաջողություններ, ձեր ետերին են կանաչ ճանապարհ։ Վերել պրոդյուսեր, փող տեսահոլովակ, մի խոսքով ամենայն լավը, որ կա այսօր մեզ շրջապատող աշխարհում։ Լավ եղեք սիրելի։ Ձեզ ինձ շնորհակալություն հայտնենք, որովհետեւ շատ լավ տրամադրություն մեզ փոխանցեցիք, շատ ջեմ։ Օրը բարի է լինելու, օրը